Ողջույն սիրելի ընկերներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընդհանուր նկարագիրը։ Դե ինձ սիրելիներս տարին ավարտվում է եւ արդեն մեզ առջևում սպասվում է 2024 թվականը, որի մասին խոսելու եմ շատ հանգամանալից եւ առանձին հոլովակներով եւ ընդհանուր 2024 թվականի ընդհանուր նկարագիրը կներկայացնեմ առանձին հոլովակով։ Եվ բացի դրանից 2024 թվականը համեմատած 2023 թվականի մի փոքր ավելի կարելի ասել հանգիստ եւ քիչ փոփոխություններով հարուստ է, հավանաբար դա ավելի լավ է մեզ համար։ Դե ինչ խոսեմ դեկտեմբերի մասին, դեկտեմբեր ամիսը մի փոքր դանդաղ է ընթանալու։ Ինչու՞ սա պայմանավորված է Մերկուրի մոլորակով, որը դեկտեմբերի 13-ից հետո արդեն ունենալու է իր հետընթացը եւ նշանակում է բոլոր այն հարցերը, որոնք մենք ունենք, ֆինանսական գործառույթները, բանկերի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, վիզաների հետ կապված, այդ ամենը մենք փորձում ենք հասցնել մինչեւ ամսի 11-ը։ Ինչու 11-ը, որովհետև 12-ին, 13-ին արդեն Մերկուրին գտնվում է ստացիոնար վիճակում, որից հետո սկսում է նրա հետընթացը եւ սա նշանակում է, որ այդ օրերին մեր ուղեղը բացարձակ չի աշխատում։ Մենք չենք կարողանում սթափ մտածել, չենք կարողանում կենտրոնանալ եւ հասկանալ, թե ինչ է մեզ ասում դիմացի մարդը։ Այդ իսկ պատճառով սիրելիներս փորձեք դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում կազմակերպել այն բոլոր հարցերը, որոնք դուք նախատեսել եք դեկտեմբերին, մեծ գնումները կամ ինչ-որ փաստաթղթային հարցերը եւ շատ ուշադիր ենք լինում, որպեսզի 13-ից հետո արդեն սկսվում է ամանորյա թոհուբոհը, մենք այստեղ ոչ մի արժեքավոր բան չկորցնենք, որովհետև հետընթաց Մերկուրին, նշեցի արդեն, այն մեր մտքերում քաոս է առաջացնում եւ շատ հաճախ մարդիկ իրենց կարևոր իրերը կամ փաստաթղթերը մոռանում, կորցնում են ինչ-որ այլ տեղերում եւ արդեն այստեղ առաջանում են խնդիրներ նրանց հետ կապված։ Դե ինչ դեկտեմբերի 1-ից Մերկուրի մոլորակը մուտք է գործում այծեղջյուր։ Այն ժամանակավոր է այստեղ, որովհետև այծեղջյուրից հետո այն ամսի 13-ին, երբ որ հետընթաց կունենա, նորից ամսվա վերջում հետընթացով մուտք կգործի աղեղնավոր։ Սա նշանակում է, սիրելիներս, որ այն իրադարձությունները, որոնք կան կապված շփման գործերում, փաստաթղթային հարցերում, դասավանդման հարցերում, Մերկուրին ընդհանրապես սա մեր միտքն է, մեր ինֆորմացիան է, այդ ամենի հետ կապված շատ ուշադիր ենք լինում, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբեր ամսվա վերջում, որովհետև դեկտեմբերի վերջում Մերկուրին նորից մուտք է գործելու այն աղեղնավորի աստիճանները, որոնք այն գտնվել է նոյեմբերի վերջերին, եւ նշանակում է այստեղ կրկնվելու միտում ունի։ Եվ Մերկուրին այծեղջյուրում, տեսեք ինչ կարող է բերել։ Այծեղջյուրը սովորաբար ներկայացնում է մեր ընդհանուր աստղաբանության 10-րդ ոլորտը։ Սա մեր կարիերան է, մեր պաշտոնն է, մեր հասարակական դիրքն է եւ այստեղ Մերկուրին այծեղջյուրում ներկայացնում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են իրենց հասարակական դիրքի մասին, մարդիկ ավելի շատ ծանոթանում են այն մարդկանց հետ, ում հետ կապում են իրենց, ենթադրենք կարիերայի հեռանկարները, Մերկուրին սա նաեւ ծանոթություն է։ Ամսի 4-ից Վեներա մոլորակն է մուտք գործում Կարիճ։ Սիրելիներս, Վեներան Կարիճում իրեն այնքան էլ լավ չի զգում։ Վեներան մինչև ամսի 4-ը կշեռքում է, իսկ կշեռք նշանի գլխավոր հովանավորն է, գլխավոր մոլորակն է Վեներան, նշանակում է մինչև ամսի 4-ը շատ լավ հաջող ժամանակահատված է եւ գեղեցկության հետ կապված հարցերը լուծելու եւ նաեւ ֆինանսական հարցերը։ Սակայն Վեներան Կարիճում դառնում է շատ ավելի խանդոտ, շատ ավելի էքսցենտրիկ, շատ ավելի պահանջկոտ եւ նշանակում է դեկտեմբերի 4-ից հետո հատկապես կանայք դառնալու են այդպիսին, այնպես որ սիրելի տղամարդիկ զինվեք համբերությամբ։ Այստեղ դեկտեմբերի 4-ից հետո չեն բացառվում կոնֆլիկտները եւ տեսարանները խանդի հողի վրա։ Ամսի 5-ին ունենք շատ լավ ասպեկտացիա Վեներան Կարիճից տրին է կազմում Սատուրնի հետ ձկներում։
Հատկապես այս տրին ասպեկտացիան շատ լավ է ազդելու ջրի նշանների վրա եւ ձեզ համար լինելու են մեծ հնարավորություններ եւ գումար աշխատելու եւ անձնական կյանքում հարցերը ուրեմն հարթելու համար եւ նաեւ այստեղ լավ աշխատանքի առաջարկ կարող եք ունենալ։ Ամսի 8-ին նույնպես շատ լավ օր է, այստեղ ուրեմն Մերկուրին այդ եղջյուրից տրին է կազմում Յուպիտերի հետ, որը ցուլի նշանի ներքո է։ Սիրելիներս, քանի որ Մերկուրին ամսի 13-ից հետո լինելու է հետընթաց, նշանակում է այս տրին ասպեկտը կրկնվելու է այն դեկտեմբերի 18-ին եւ նշանակում է այն, ինչ տեղի կունենա ամսի 8-ին այս տրին ասպեկտով ձեր կյանքում, միգուցե ֆինանսական լավ առաջարկ, միգուցե ինչ-որ լավ ծանոթություն, միգուցե ինչ-որ գործարք, ինչ-որ լավ ապրանքի գնում, վաճառք եւ այլն, այդ ամենը կրկնվելու է նաեւ դեկտեմբերի 18-ին, որովհետեւ այդ ժամանակ Մերկուրին լինելու է հետընթաց եւ նույն ասպեկտացիան կազմելու է հենց Յուպիտեր մոլորակի հետ։ Այնպես որ ուշադիր եղեք, որովհետեւ ամսի 8-ին սա վերջնական պայմանավորվածությունը չէ։ Ամսի 10-ին Վեներան Կարիճից ընդդիմություն է կազմում Յուպիտերի հետ ցուլում։ Նշանակում է այստեղ ամսի 10-ին ինչ որ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ։ Այստեղ խորհուրդ կտամ, որ զերծ մնաք ֆինանսական մեծ գնումներից եւ նաեւ բանկային հարցերից նույնպես հեռու մնաք։ Այստեղ նաեւ լավ չէ, եթե դուք ցանկանում եք ինչ որ պլաստիկ վիրահատությամբ գեղեցկանալ, որովհետեւ այս ընդդիմությունը Վեներայի եւ Յուպիտերի միջև բերելու է վատ հետևանքների։ Ամսի 12-ին ունենք նորալուսին։ Նորալուսինը տեղի է ունենում աղեղնավորի 20 աստիճանում եւ հատկապես այն կրակի նշանները խոսքը խոյերի, առյուծների եւ աղեղնավորների մասին է, որոնք ծնվել են ամսի 10-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում, նրանց կյանքում սպասվում են դրական փոփոխություններ, հիմնականում անձնական բնույթի։ Այսինքն ամսի 12-ի նորալուսինը բերելու է հետաքրքիր հնարավորություններ ծանոթությունների համար, ինչու՞ չէ նաև աղեղնավորը ներկայացնում է օտար երկրները, միգուցե այդ ծանոթությունը տեղի կունենա օտար երկրացու հետ։ Ամսի 13-ից նշեցի արդեն Մերկուրին հետընթաց է եւ մինչեւ հունվարի 3-ը լինելու է հետընթաց վիճակում, սիրելիներս, այս ժամանակահատվածում շատ ուշադիր ենք լինում եւ մեր գրպանի գումարի նկատմամբ եւ բանկի հետ գործարք կատարելու ժամանակ, որ կարող է ինչ-որ մի բան մանր տառերով նշված լինի եւ մենք չնկատենք եւ նաեւ մեր կարեւոր փաստաթղթերի արժեքավոր իրերի նկատմամբ, որպեսզի դրանք չկորցնենք եւ չընկնենք խնդիրների մեջ։ Ամսի 17-ը լարված է լինելու, այստեղ ունենք Արև Նեպտուն լարված քառանկյունը, սիրելիներս, այստեղ մեզ սպասվում է հիասթափություն։ Ամսի 17-ին հնարավոր է, որ մենք ինչ-որ հարց էինք փորձում լուծել, այն որ ասում են ուր որեր պետք է լուծվեր եւ մենք պետք է հանգստանանք, սակայն ամսի 17-ին ունենում ենք հակառակ պատկերը եւ այստեղ ունենում ենք շատ մեծ հիասթափություն։ Այդ հիասթափությունը կարող է կապված լինել եւ անձնական բնույթի հետ եւ օրինակ ուսումնական ինչ-որ պրոցեսների հետ, ասենք քննություններ ենք հանձնում, տեսեք ամսի 21-ին ունենք արդեն լարված ընդդիմություն, այսօրը նույնպես շատ ուրեմն կարելի ասել տհաճ անակնկալներով օր է, որովհետև այստեղ ունենք Վեներա Ուրան ընդդիմությունը, ամսի 21-ին նույնպես խորհուրդ կտամ չվիճել մարդկանց հետ, ֆինանսական գործարքների մեջ չմտնել եւ ընդհանրապես ձեր արտաքին տեսքի հետ ոչ մի փոփոխություն չկատարել, որովհետև տհաճ վատ անակնկալներ են սպասվում ձեզ։ Ամսի 23-ին Մերկուրին հետընթաց վիճակում է եւ մուտք է գործում կրկին աղեղնավոր։ Դե ինչ, այստեղից արդեն ուշադիր ենք լինում, թե ինչ էր տեղի ունեցել մեզ մոտ նոյեմբեր ամսվա վերջում։ Ենթադրենք ծանոթացել եք ինչ-որ մեկի հետ, որը ձեզ աշխատանք էր առաջարկել եւ նրանից լուրջ չունեիք։ Ամսի 23-ից հետո կհայտնվի այդ մարդը եւ նորից այդ նույն առաջարկը կանի, կամ միգուցե ավելի լավ առաջարկ կանի։ Այսինքն այստեղ ուշադիր ենք լինում, որովհետեւ նույն աստիճաններով Մերկուրին անցնելու է աղեղնավոր նշանում։ Ամսի 24-ը նույնպես շատ հաջող օր է, այստեղ ունենք Արև Սատուրն սեքստիլը։
Տեսեք, այս ասպեկտացիան խոսում է այն մասին, որ Սատուրն մոլորակը երբեք մեծ պարգևներ, անակնկալ ինչ-որ ուրախություններ չի պարգևում։ Եվ ամսի 24-ի այս ասպեկտացիան մեզ տալու է, այն մարդկանց է ավելի ճիշտ տալու հնարավորություն եւ մեծ հաջողություն, ովքեր շատ լուրջ աշխատել են իրենց կարիերայի վրա, շատ պատասխանատու կատարել են իրենց աշխատանքը եւ դեկտեմբերի 24-ի այս սեքստիլը հիմնականում այդ մարդկանց համար բացելու է նոր դռներ, որովհետև Սատուրնը կրկնում եմ ակնթարթային ոչինչ չի սիրում, այն սիրում է մարդուն մի լավ տանջել եւ հասկանալ, որ այդ մարդը արժանի է պաշտոնի բարձրացման, արժանի է ինչ որ լավ կարգավիճակի եւ նոր այդ մարդուն պարգևատրել։ Եվ այն մարդիկ, ովքեր շատ լավ կատարել են իրենց աշխատանքը, միգուցե իրենց չեն խնայել եւ ամսի 24-ին նրանք էլ հենց կստանան իրենց պարգևները։ Ամսի 27-ին լիալուսին է տեղի ունենում, Խեցգետնի 4 աստիճանում, սիրելիներս, սա հոյակապ լիալուսին է, ինչու որովհետև հենց նույն լիալուսնի օրը արևլուսին այս միությունը այստեղ Յուպիտերի հետ սեքստիլ է կազմում։ Տեսեք, Յուպիտերը համարվում է մեծ երջանկության մոլորակ եւ ամսի 27-ի այս լիալուսինը այս սեքստիլ ասպեկտացիայով սա հոյակապ հնարավորություն է մեզ, որ ստանանք նվերներ, նվիրենք միգուցե մենք ինքներս կամ այստեղ մի շատ լավ գործարք իրականացնենք, կամ շատ ուրախ տրամադրություն ունենանք, ֆինանսական մեծ հաջողություն ունենանք, որովհետև տեսեք լիալուսինը սովորաբար խոսում է այն մասին, որ ինչ որ մի բան հարթվում է, ինչ որ մի բան վերջանում է, եւ շատերիս կյանքում միգուցե կան ինչ որ ֆինանսական հարցեր, խնդիրներ եւ այդ հարցերը շատ հաջող լուծվելու են ամսի 27-ի այս լիալուսնով։ Ամսվա վերջում ամսի 29-ին Վեներա մոլորակը ի վերջո լքում է կարիճի նշանը եւ բոլոր տղամարդիկ կարող են թեթևացած շունչ քաշել, որովհետեւ Վեներան արդեն մուտք է գործում աղեղնավոր եւ հաջորդ ամսվա ընթացքում հունվարի ընթացքում լինելու է աղեղնավորի նշանի ներքո։ Սա խոսում է այն մասին, որ հարաբերությունները շատ ավելի գիտակցված են լինելու եւ երբ Վեներան աղեղնավորում է, այն ավելի հետաքրքրված է սովորելու, ստեղծագործելու, պրպտելու, այսինքն ինչ որ անձնական բնույթի խնդիրներ չի առաջացնում Վեներան, իրեն շատ լավ է զգում աղեղնավորի նշանի ներքո։ Իսկ դեկտեմբերի 30-ից արդեն Յուպիտեր մոլորակն է սկսում իր առաջընթացը։ Սիրելիներս, սեպտեմբեր ամսվանից Յուպիտեր մոլորակը հետընթաց վիճակում էր եւ դեկտեմբերի 30-ից արդեն նոր սկսելու է առաջ շարժվել։ Սա շատ լավ իրադարձություն է, որովհետև այն բոլոր հարցերը, որոնք մեզ մոտ կարելի է ասել, ալտեղից չէին շարժվում սեպտեմբեր ամսվանից սկսած, միգուցե դրանք ֆինանսական հարցերն էին, միգուցե օտարերկիր մեկնելու ծրագրերն էին, կամ միգուցե ուսումնական ինչ-որ հարցեր էին, ապա դեկտեմբերի 30-ից հետո այս բոլոր հարցերը աստիճանաբար պետք է լուծվեն։ Դե այն սիրելիներս, այսքանը դեկտեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։